Ըստ ոստիկանության այսօր հրապարակած տվյալների դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընտրելու իրավունք ունի Հայաստանում մշտապես բնակվողների ավելի քան 80%-ը՝ 2.554.000 քաղաքացի։ Անձնագրային վիզաների վարչության նորանշանակ ղեկավարը միֆ է որակում ընդդիմադիրների պնդումները, թե ցուցակներն ուռճացված են։ Շատ վատ տերմին է ընտրված ուռճացնել, ուռճացնել մեկ անգամ ևս օրենքից շրջանակներից դուրս միջոցներ ձեռնարկել։ Դա է նշանակում ուռճացնել։ Եթե մենք ղեկավարում ենք օրենքով սահմանված կարգով, չի նշանակում մենք երևույթը ուռճացնում ենք։ Վաղը մյուս օրը կլինի օրենքում փոփոխություններ ցուցակների կազմելու այլ եղանակ կլինի։ Ղեկավարվենք այլ ձևով։ Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը մինչդեռ համադրելով պաշտոնական տվյալները պնդում է, ցուցակներում ընդգրկվածների թիվը գերազանցում է ընդհանուր բնակչության թվին։ Կրթության եւ գիտության նախարարության տվյալներով դա կա 465,000 պետական հաստատություններում սովորող աշակերտներ եւ վերցնում ենք ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված ծնունդների թիվը, ստանանք շուրջ 250,000 գումարում ենք 450,000, ստանում ենք 700,000 եւ այն արկա տեղեկատվությունը, որ մենք ընտրելու իրավունք ունենք, օրինակ 2.6 միլիոն, այսինքն ստացվում է, որ Հայաստանում կա շուրջ 3.350,000-ից ավել բնակչություն, ինչը իրականության հետ որևէ կերպ չի համապատասխանում, որտեղ օրինակ ԱՎԾ-ի տվյալներով 3 միլիոնի կարգի բնակչություն ունենք մենք։ Թե քանի մարդ է իրականում ապրում Հայաստանում, ոստիկանությունում չգիտեն, նշում են, ընտրացուցակները կազմելիս դա հաշվի չեն առնում։ Ռեգիստրը կամ այսպես կոչված ավելի պարզ լեզվով ասեմ, անձնագրային տվյալների համակարգը մեր ֆիզիկական անձանց տեղաշարժը չի իր մեջ արտացոլում։ Երկրից կարող են գնալ, կարող են հետ վերադառնալ, ռեգիստրը մնում է անփոփոխ, քանի դեռ մարդը մնացել է այնտեղ հաշվառված։ Եթե դպրոցում կլինեն սովորողներ, որոնք օտարերկրյա քաղաքացիներ են, հաշվառված չեն լինի բնակչության պետական ռեգիստրում, դպրոցում կլինեն սովորողներ, որոնք ընդհանրապես հաշվառում չունեն բնակչության, պետք չի այդ թվային համադրումները բերել, խառնել բնակչության պետական ռեգիստրի հաշվառման հետ եւ ընտրողների ցուցակներ։ Այս 3 թուղթը ներդրվել են ծեր ասած աշխարհի շատ երկրների համար զարմանալի կայքից։ Սա մեր շենքն է, ապրում Գարեգին Նժդեգ փողոցում, որտեղ ըստ ցուցակի կա 72-ից 22 հոգի, մոտավորապես 5-ից 6 տարի, ամենակի չգիտեմ, որ այստեղ չեն ապրում, մի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, 3-ը, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի, մեկը Գերմանիայի։ Այսինքն ոչ մի բան, որ ոստիկանությունը այս փուլում, այս տրական օրենսգրքի դրույթների համաձայն, գործող նորմերի համաձայն, որևիցե բան իրավասու չի անելու, բազմիցս բարձրաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու սեփական նախաձեռնությամբ անձանց անելու ցուցակի, ովքեր կգտնվեն արտերկրում 1 օր, 10 օր, 15 օր։ Ոստիկանությունում ցուցակների անճշտության վերաբերյալ այսօրվա քննարկմանը ներկա էր նաև ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով մատնանշելով ցուցակներում կրկնվող անուն ազգանունների առկայությունը, պնդեց, որ նույնականացման քարտերով ընտրելու իրավունք տալով ընտրակեղծարարության դուռ է բացվում, քանի որ դրանց վրա հաշվառման հասցե նշված չէ։ Ես իմ վրա եմ օրինակ բերել իմ համակարգացի իմ ագլսի Հովհաննես Հայկի Մարգարյան, ով նույն Գյումրի քաղաքում է, Գյումրին այդպես խոշոր քաղաք չի, եւ միայն Գյումրիում կա 2 կրկնություն։ Տարբերվում ենք հիմնականում մեր հաշվառման վայրով։ Ըստ ոստիկանության կես միլիոն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներից 180,000-ը չունեն անձնագրեր։ Կրկնակի քվեարկությունից խուսափելու համար Մարգարյանն առաջարկում է հրապարակել նույնականացման քարտերով հանրաքվեի եկած քաղաքացիների անունները կամ նրանց հին նմուշի անձնագրեր տրամադրել։ Տարբերակներն ընդունելի են, սակայն ոստիկանությունը պնդում է, ժամանակն ու միջոցները սուղ են, տվյալների կրկնությունն էլ շատ քիչ մաս է կազմում։ Շիրակի մարզում կա 39 Հովհաննես Մարգարյան անհատական տվյալներով անձ։ Այս պահի դրությամբ Հովհաննես Հայկի Մարգարյան Գյումրու ընտրացուցակներում կա ընդամենը 1 անձ, դա դուք եք։ Նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթվով անձին 218-ն է։ Եթե կգտնեք դրանցից բացի այլ անձիկ, որ բոլոր տվյալներով կկրկնվեն, խնդրեմ ներկայացեք տեղեկատվություն մեզ։